Դաշնակցությունը իրեն այսօր իրավունք է վերապահում մասնակցելու այդ կարևոր քաղաքական իրադարձությանը սեփական տեխնացուով եւ հավակնում է ունենալու Հայաստանի Հանրապետության նախագահ։ Հավակնում է, որովհետեւ մենք վստահ ենք, որ կարող ենք կրել առավել պատասխանատվություն այս երկրի ապագայի համար, այս ժողովրդի առջև, եթե մենք վայելենք ժողովրդի աջակցությունը առաջիկա նախագահական ընտրություններին։ Սեփական տեխնազոյով ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած դաշնակցականները փաստում են, որ հասունացել է հին ընկերոջը երկրի նոր նախագահի պաշտոնում տեսնելու պահը։ Վստահ, որ դաշնակցությունը շահել է նախագահ ունենալու իրավունքը, առաջիկա ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած Հոհիդան դեռ որոշում է, թե իր երկու կուսակիցներից որը պետք է ղեկավարի այս պայքարը։ Աննորմալ վիճակը այն ժամանակ է, երբ այս կամ այն կուսակցության ներսից առաջարկվող տեխնացուն հասկանալի չի ինչ մեխանիզմով տեխնացու դարձավ։ Այդ ով եւ որտեղ որոշեց, որ նա պիտի լինի։ Մենք գիտենք բազմաթիվ դեպքեր, ցավոք սրտի, որ մարդիկ ինչ որ կուսակցապետեր են, ինքնաառաջադրվում են եւ ժողովուրդը չի հասկանում իսկապես կապ պատվեր այդ մարդուն ոչ միայն նախագահի դերում, նախագահի տեխնացուի դերում է ժողովուրդը ուզում է տեսնել թե ոչ։ Դաշնակցությունը իհարկե նման բան իրեն թույլ տալ չի կարող։ Մենք իսկապես լուրջ ենք մտել այս պայքարի մեջ։ Լուրջ ենք մտել այն պարզ պատճառով, որ այլ ընտրանք դաշնակցությունը այսօր չուներ։ Ոչ միայն չուներ որպես կուսակցություն, այլ մենք համարում ենք, որ երկրի զարգացման համար դաշնակցությունը հենց այս կեցվածքը պետք է որդեգրել հարատավոր երևույթների դեմ պայքարելու համար անհրաժեշտ է վճռական կամք, անհրաժեշտ է վճռականություն այդ խոչընդոտները իսկապես շատ կտրուկ միջոցներով վերացնելու համար։ Եվ այսօրվա իշխանական համակարգը այդ որակը չունի։ Դաշնակցականները վստահ են, որ նախագահական առաջիկա ընտրություններում տեխնացուների պակաս չի զգացի, ուստի անհրաժեշտ է այդ պայքարին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերի մեջ լրջություն փնտրել։ Մի խումբ դա ուղղակի անլուրջ մարդիկ են հավանաբար, որոնք բազմիցս 1-2%-ից ոչ ավել ստանալով այնուամենայնիվ ուզում են մրցակցության մեջ մտնել, դրանց հետ մենք մրցել չենք կարող։ Երկրորդ խումբը կառանձնացնեի, որոնք ավելի լուրջ երկրորդ կարգի քաշային խմբում գտնվող տեխնացուներն են, սրանք ուրեմն կան նաև իշխանության կողմից հնարավոր է նման տեխնացու լինի եւ հնարավոր է նաեւ օպոզիցիայից եւ երրորդ այսինքն ծանրակշիռ ռեալ հաղթանակի հավակնող խումբ կա, որտեղ էլի կարող է լինել իշխանության ներկայացուցիչ եւ անպայման կլինի նաեւ դաշնակցության ներկայացուցիչ։ Հայ ժողովրդին համախմբելը դժվար է։ Մենք այդ բոլորս լավ գիտենք։ Բայց համախմբել ժողովուրդը հեշտ գնում է համախմբան, երբ որ տեսնում է, որ համախմբման առանցքը ազգային է, արդար է եւ այդ համախմբումից օգտվում են բոլորը։ Ոչ թե համախմբումը հետո սկսում է ծառայել ինչ որ նեղ շրջանակների շահերին։ Փաստելով, որ ընտրություններին դաշնակցությունը մասնակցելու է առանց հակախարուսության, կուսակցականները նշում են, թե պատրաստ են համագործակցության քաղաքական բոլոր ուժերի հետ, հանուն արդար եւ թափանցիկ ընտրությունների։ Համագործակցությունը դաշնակցական նախագահը կշարունակի նաեւ կառավարման ողջ ընթացքում, աչքի առաջ իբրև հիմնական նպատակ ունենալով արդարության հաստատումը բոլոր ոլորտներում։ Նարինե Կարապետյան, Կարեն Պետրոսյան, Երկիրն այսօր։